Մենք սահմանամերձ Երվանդաշատում ենք։ Հետաքրքիր է, ինչով են զբաղվում այստեղ գյուղի տարեցներն ու ինչ են պատմում գյուղի մասին։ Իմ օրը սկսում է առավոտը շուտ ժամը 7-ին։ Հագնվում եմ, գնում եմ կողմը, անասունների տակը մաքրում եմ, անասուններին ջրում եմ, կերակրում եմ, գալիս եմ։ Հայ-թուրքական սահմանն այստեղից մի քանի քայլ հեռավորության վրա է։ Գյուղի բնակիչները վախի զգացողություն երբեք չեն ունեցել։ Տարեցները միշտ հանգստություն են նրանց փոխանցում։ Տարեցները, գյուղի ամենահին պատմողներն այսօր էլ պահում են Երվանդաշատի անցյալի ու ներկայի կապը։ Առիթը բաց չեն թողնում իրենց ունեցած հիշողությունները փոխանցելու սերունդներին։ Ես Սարգսյան Ռոբիկն եմ, 92 տարեկան։ Մինչև Թոշադի անցնելը 47 տարի հիվանդանոցում աշխատել եմ որպես ֆելդշեր։ Ռուբիկ Պապն իր կյանքի 92 աշուններն ապրել է Երվանդաշատում։ Ծնողներն Արևմտյան Հայաստանից են եկել, հուսալով, որ մի օր վերադառնալու են, իրենց տունը կառուցել են սահմանին մոտ, Արաքսի ափին։ Մեր գյուղը մինչև իմ ծնողների այստեղ գալը լրիվ թուրքական գյուղ է, ադրբեջանցիներ են ապրել։ Հին անուն, հիմա Երվանդաշատը, հին անունը Խերբեկլու է եղել։ Խերբեկլու։ Գաղթից հետո 20 թվին Բագրավից գաղթվել են, իրել են աղաչին տեղ Հայաստանի շրջաններում բանում ապրել են, հետո որը ասել են բամուտելնի, 20 տարի հետո նորից պետք է սահմանը տան Հայաստանը, Արևմտյան Հայաստանը նորից պետք է տան հայերին, մերոնք իրել են ստեղ մոտիկ տեղ, Բաքրանին մոտիկ տեղ, թուրքերի հետ համաձայնվել են, մենակ մերոնք չի, աղաչին պարտիկ հետ բաքրանցիներով, մեր ազգը ամբողջ խաչիկյանները։ Այդել են ստեղ թուրքերի հետ հողը տիսրար մշադել են բան, մինչև սովետական միությունը հաստատվել ու դենց ապրել եք մինչև հիմա ստեղ։ Տարիների ընթացքում հիշողությունն իրեն չի դավաճանել, սիրում է խոսել ու պատմել իր մասին, գյուղի մասին։ 3 երեխա, 5 թոռ, 8 ծոր ունի Ռուբիկ Պապը։ Մտաբերում է իր ժամանակների բակային խաղերն ու ավելացնում։ Հիմա երեխաները հեռախոսներում են ապրում։ Որ երեխա ենք, այնց խաղեր կար, որ մենք խաղում ենք, հիմա այդ երեխեք այդ խաղերի մասին չգիտեմ։ Գայիշ լախտի ենք ասում։ Կլոր շրջանագից ենք հաշում, ամեն մարդ իր գոդին հանում էր տնումեր այդ գծին, երկու խմբի բաժանում ենք, այդ գծի փորոշ խպան ենք պատմում, վիճակահանություն ենք անում, ով պետք է գծի ներսում մնա, ով չեր դուրսը։ Այդպես ուզում են, որ այդ բաները վերցնեն մեր գոդիները, որ վերցնեն, խցվեն այդ գոդիները, որ մեզ հարված էր, որ այն մյուս գոդիներն էլ վերցնեն։ Նրա օրը հարազատ գյուղում սկսվում է կենդանիներին կերակրելով ու այգին մշակելով։ Էսի ալանա, այնի ալա բալանա, ալայի ձակն է։ Հիմա եղանակները ցրտել են, այգում գործ չի անում։ Պատմում է, դրա փոխարեն փայտ է կոտրում, որ ձմռանը տաքանան։ Մենք սենյակը տակացնում ենք փայտի վառարանով, ես սախերը սենց կոտրադում եմ, ես ամեն օր տանում եմ տուն, վառում ենք, տակացնում ենք տունը։ Հիշում է դպրոցական տարիներն ու ավելացնում։ Ես մաթեմատիկայի շատ ուժեղ էի։ Մեր մաթեմատիկայի ուսուցիչ որ հարցել մեր երեխեքին, հինգին գումարացրինք, ինչքան կանի։ Ես սենսի անում ասում։ Դասարանից մնացել են ինքը, Սուսիկն ու Ժենիկը։ Ինձանից ծարեց մարդը չպես յուղում։ Ամենատարեց մարդը ես եմ, հետո երկու հատ կինն են։ Դրանք էլ իմ դասներն, առաջի դասաները իրար հետ են գնացել, Ժենյան ու Սուսիկը։ Ես ու Ռուբիկը իրար հետ ենք դպրոց գնացել։ Դրանց ինքը ավարտել է, բարձրագույն է սովորի, ես չէ չորրորդ դուրս դասարանից տնօր հայրս որ գնաց պատերազմ, արդեն փոքր երեխա ենք, շատ նեղություն ենք ապրել, ժամանակ հագուշ չկար, կոշիկ չկար, տերեխ։ Պապս տերեխ էր կարում Կաշվից, հագնում գնում ենք դպրոց մերնեմ ջանիտ։ Այդ ես նեղ պայմաններով ապրել ենք, մինչև 60 քանի թիվը նոր ժողովուրդը սկսեց լավ պայմաններով ապրելու։ Անցավը տալեմ, լավ կյանք չեմ այլ, չգիտեմ, աշխատանքի տանջված եմ էլի։
Ժենիկ տատը դժվարությամբ է տեղաշարժվում, օրը սկսում ու ավարտում է նստած գործեր անելով։ Զբաղմունքը հիմնականում խաչբար լուծելն է։ Տարիներ առաջ, երբ ակտիվ շարժուն կյանքի մեջ էր, կենդանիներ էին պահում։ Հիմա ընտանիքը գյուղում այլ զբաղվածություն ունի, չրագործությամբ են զբաղվում։ Տատիկը նստած օգնում է տանեցիներին։ Չիրը անում ենք, իրանը հավաքում ենք, վերև տանում ենք ծխի, տանում ենք արևին, կիսաչորանալ, վերև կտահան ենք անում, կուտահանում ենք, դզում ենք սիրուն ծնում ենք, շարում ենք ծետիկի մեջը, դրանց հետո պամիդոր ենք անում, պամիդորից հետո եմիշ ենք անում, եմիշից հետո ինչ ենք անում, դամբուլ ենք անում, ամեն ինչը ձերքցում եմ եղեմ ճարիտ։ Ռուբիկ պապն ու Ժենիկ տատը գյուղի պատմության կենդանի մաս են։ Իրենց առօրյայով, իրենց հիշողություններով ու իրենց համար մնալով նրանք պահում են այն, ինչ Երվանդաշատն առանձնացնում է մյուս վայրերից։ Շողեր Ղլիջան, Բեն Անտոնյան, Արմալուր։